Судьба моего народа сложилась так, что на каждом уголке земли, где бы мы ни находились, армянин ищет армянина. Когда я была еще маленькой девочкой, моя семья уехала с родной земли и обрела новый дом в другой стране, в другом городе, который со временем стал и моим. Это Ростов-на-Дону, город, в котором переплетаются судьбы армян из разных уголков Армении и других стран, ставший для многих, как и для меня, вторым домом. Իմ անունս Միլանա, ես 22 տարեկանում, ծնվել եմ Ռոստով ու լող կյանքս ապրել եմ, բայց լող իմ բարեկամներ, մամաս, պապաս ծնվել են Ճարտար։ Բաբաս հայ է, մամաս ռուս է, մեր վարկի ասեն Մարուշկա է, ռուսկի մաշտացավ։ Սովորել եմ Քահանայիս լսարան Էջմիածնում, Ճեմարանում։ Ձեռնադրվել եմ, նշանակվել եմ Չալթր։ Ու ծառայում եմ 33 տարի արդեն ծառայում եմ այստեղ։ Վարդան Մամիկոնյանի ժառանգություն ես ունեմ եւ իմ ցեղում դարերով եկած դարբիններ են, այն մարդիկ, ով ոնց որ թուրեր են սարքում եւ այլն։ Եվ իմ պապերի պապը, կարելի ասել, իմ նախնիները Դավիթ Բեկի զինակիցն են եղել եւ Ավարարի ճակատամարտում մասնակից եւ բոլոր պատերազմների ժամանակ։ Մենք Արևմտյան Հայաստանից ենք, մեր կորնիները Արևմտյան Հայաստանից են, Արևմտյան Հայաստանի Սասուն գավառից, մենք Սասունցի ենք, սա իմ աղջիկն է, Հրանուշն է, Հրանուշի անունը իմ կիսուն մայրիկս էր դրել, ես միշտ ասում էի, մամ ջան, որ ես երեխա ունենամ աղջիկ, անպայման քո անուն եմ դնել, իմ կիսուրիս անունը Հասմիկ էր, անպայման ես քո անուն եմ դնել, ես սիրում եմ այդ անունը, ասում էր չէ լավ, իմ անուն չես դնելու, ասում էր իմ ոնց կերնեք եմ, անպայման դնելու եմ, չէ ասես լավ, ես քեզի կասեմ, իմ քորնիկիս անունը Հրանուշ կդնես, Հրանուշ մամոյի անունը, Հրանուշը իմ կիսուրի մամանա եղել, Հրանուշ ջան, ես սիրում տայի, դզի կողքերը, իմ կիսուրի մամայի անունը Հրանուշ է եղել, ասեցի, մամ, բայց ինչ ես ուզում, որ ես քու անուն չդնեմ, մամայի անուն, հրո մամոյ են ասել իրան բոլորը, հրո մամոյի անունը դնեմ, ինչի, իմ աղջիկ, լավ, իմ մամա բայևոյ է եղել, իմ մաման Անդրանիկի զինվորն է եղել, Как только самолет приземлился в аэропорт, все. И душа наполнилась радостью, какое-то окрыление появилось, что на родине мы все красиво, все прекрасно, все ново, и с каким-то особым вдохновением, и с каким-то новым подъемом, с какими-то новыми ожиданиями мы вступили на землю наших предков. Ամեն տարի մինչև 10 տարեկան մուք մեր համար դրքրա անցկացնեիս եւ վերջի դնում եմ մուք քեցակարցա 2022 թվականում Պատահ էր վերջի դիմը քեցածը քլա որտեվ
լող էջեր է, ու վեճդիմը դիսկես քլատեն Արցախը, ես զգացամ, որ էսի վեճ դնում եմ քինում Արցախ։ Ազգ կոչվելու համար ոչ միայն լեզու պիտի իմանանք, մշակույթ պիտի իմանանք, այլ նաև մենք լինենք հայ առաքելական եկեղեցու անդամ։ Առաջվան մարդիկ ասում էին, «Էսա կնքվեցավ մարդ հայացավ»։ Իհարկե միայն կնքվելով չեն հայանում, պիտի մեծ աշխատանք թափվի, որբեսի մեր ծերունները լինեն հայ։ Ես Սփյուռքում եմ ծնվել ու մեծացել, դիք հիմիկվա իմ դրության համար ցկտել դեպի հայրենիքն է ու ստեղծել մի հայ ընտանիք, որը կրնա ապագայում շատ հզոր երեխա դա հերոս դա Հայաստանի համար։ Kad pan գլամասելու eğer դու մաս չխափիս խոսքի դերը լաս դա բիզնեսի մեջ է դա правилаները իմս հասկացածով սախ ասկագաններում մեջն այդպես է ռուս լաս հայ լաս գրուզին լաս ով լասնա eğer մաս չխափիս պետք է բես բանիս աշխատիս չեսնի լասնա մեկ հատնա քեզի ինչ բան փերադասել ուշին Da ընտանիք տատը պապը ունենք ծիածանի նման մի հետաքրքիր զանգված եւ տեղացիներին պիտի բացատրես որ իրենց իմացած բարբարը նույնպես հայրեն է չնայած որ բարերը հնչում են մի քիչ մի այլ ձևի բայց որ իրանք հասկանան գիտակցեն որ հայերեն գիտեն հայաստանցի երեխաներին ովքեր որ խոսում են հայերեն ամրապնդեն իրենց գիտելիքները մյուս երեխաներին ովքեր որ ընդհանրապես հայերեն չգիտեն մի բառս չգիտեն հավաքեն այդ բառապաշարը եւ կարողանան շփվել ասում է, որ պարը արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը եւ դա իրոք տենց է ես ինձ վրա եմ դա զգում, որ ես պարելու ժամանակ մեր պարերը ես հասկանում եմ, որ դա իրոք իմ նախնիների պարերն են։ Իմ այլումը դա զգում եմ, իսկ դա սովորական բան չի։ Норно-Нахичеванская община на Дону дала нашему армянскому народу выдающихся государственных и политических деятелей, общественных и культурных деятелей. Среди них Микаил Лазаревич Налбандян, Рафаэл Габриелович Подконян, классики армянской литературы, которыми гордится весь армянский народ наш. Мартирос Сергеевич Сарьян, уроженец тоже Норно-Нахичевана, народный художник СССР. Геворг VI Чорикчиян, верховный католикос всех армян, уроженец Норно-Нахичевана. Марк Владимирович Григорян, архитектор, заслуженный деятель искусства Армянской ССР, главный архитектор Еревана. Вратян Симон Назарович, премьер-министр правительства от независимой республики Армении. Он уроженец села Большие Салы. Много-много наших земляков, которыми гордится весь армянский народ, и мы о них помним, чтим и рассказываем последующим поколениям. Հայը միշտ աշխատող է, հայը ազատ նստելու, դատակ նստելու ժամանակ չունի, հայը, որ եկել է Հռոմից, առաջի օրը աղոթք է արել, որ հասել է
Փառք Աստծո ասելով։ Հետո քար է հավաքել, սկսել է իրեն համար տուն սարքել, կեսը գետնի մեջ, կեսը գետնի վրա, հազիվ այդ աշունն է եղել, հազիվ կարողացել են սկզբից շատ դժվար, հետո մի անգամից եկեղեցի են դրել, հավատացել են այս հողին։ Հայ լինելը այդ մենակ ազգանումը չի յանով, հայ լինելը այդ քո մեջն է, ով ես դու քո մեջից, ինչ ես դու անում, քո գործերը։ Հայ խաղադեպ խաթի դեղը ռոլ չխաղա մեկը դա դոնն է հայ է մեկը ուշ Բելարեչինսկը հայ է մեկը Կրասնոդարը հայ է նա խաթի մեծ ռազնիցա չկա վաղ թե ուշ հայ երիտասարդները իրանց մոտ արտնանում այն գիտակցությունը, որ մեծ գիտակցությունը, որ իրանք մեծատարով հայեր են եւ ինչ քայլեր պիտի անեն հետագայում, որ իրենց անունը եւ պատիվը պահպանեն։ Հայկական երիտասարդությունը տեսնում եմ տոկոսային հարաբերությամբ շատ վատ վիճակում, որովհետեւ մեզ թվում է, որ բոլորը մեզ նման մի քիչ հետաքրքրվում են հայոց պատմությունը ու մշակույթով, բայց այդ սաղ բոլոր մարդիկ մեր կողքի ընկերներն են։ Молодежь, конечно, чтобы она ценила свой армянский народ, любила, она должна знать историю, кем были их предки, что они пережили, и что от того, что они, вот их отношение ко всему этому, это уже залог будущего. Ես առաջին հերթին իմ երեխեքին այնպես եմ դաստիարակել, որ իրանք մնան հայ։ Ամենաառաջին հերթին, որ հայ մնան։ Դա իմ համար շատ կարևոր է։ Երկրորդը, որպեսզի հայ մնալով իրանք միևնույն ժամանակ հարգեն այն երկիրը, այն երկրի օրենքները, որտեղ որ ապրում են, ծնվել են, մեծացել են, սովորել են, կրթություն, դաստիարակություն են ստացել, ուսում են ստացել, գործ ունեն, միևնույն ժամանակ հարգեն այդ երկրի օրենքները, այդ երկրի մարդկանց։ Ընտանիքից պիտի սկսվի հայկական գիտությունները, ընտանիքը, մայրը պետք է ինքը պատմի առաջինը, հայրը ինքը պատմեն առաջինը, երեխային ով է ինքը։ Ինձ մին երազելան, որ ես շատ բարավ եմ 50 տարեկան բաբոք քինում Արցախը տեսնում։ Դե բայց այդ մոմենտը մտածում եմ, որ ավելի լավ կնի ես ավելի մին 30 տարեկանում քինում նորից Արցախ, բայց իմ բաբոս նատ, ուղղությունդ ու յակետ լոխտասնան, բայց այդ լոխ երեսա երևի։ Միշտ հայերեն եմ խոսում տունը, դա մեզ ոչ մեկ չի զաբրիջիտանում։ Հայերեն են խոսում, իմ երեխեքը շատ լավ ռուսերեն գիտեն, շատ լավ սպեցիալիստ են իրանց գործում են, շատ ունեն ռուս, որ իմ աղջիկը ունի ռուս ընկերուհի, քոլեջից, մինչև հիմա իրանք շփվում են, Նաստյան, դա? Նաստյան։ Ու Լենա։ Հա, Նաստյան ու Լենան, դա։ Հարութին էլ Նիկիտանը մինչև հիմա Պիտիգորսկից, մինչև հիմա իրանք իրար հետ շփվում են։
достаточно, может, хотя популярный по нас и учим. Ինձ համար մարդ ջոգելբետ չէ։ Բաժանումը միայն թլացնում է։ Միությունը ավելի ուժեղացնում է։ Երբ որ մենք միասին ենք եւ միությունն էլ պիտի լինի բարի գործերով։ Ես համարում եմ, որ երբ որ ժողովուրդը միասին հայր մեր է ասում, ոչ մեկը չի կարող իրեն հաղթել այդ ժողովրդին։ Ես մի հատ օրինակով սկսեմ։ Ենթադրենք, կապ չունի, որ երկրի մեջ է ապրում հայը։ Ենթադրենք, օտար երկրի մեջ ստեղ լինի Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայում լինի, Ամերիկայում լինի, կապ չունի։ Հարևանությամբ, երկու հարևանությամբ ապրում են հայ ընտանիքներ, չէ՞, например։ Ու Այն մեկը մյուսին ասի, սա Հայաստանի եկած հայա, այն մեկն էլ ասի, օրինակ, դու էլ Արցախից եկած հայ ես, չէ՞։ Դե հիմա հարց, օտար երկրացին, կապ չունի, որ երկրում ենք մենք ապրում, ինչ կմտածի մեր մասին, արդյոք կհարգի մեզ օտար երկրացին, ես մտածում եմ, որ չէ։ Այն հողերը, այն մշակույթը, այն երկու բարը, որ մենք ունենք, որ մեր պապերն ու տատիկներն են կորցրել դարերով, մենք վերադարձնենք ու վերադարձնենք ավելի շատ ուժով, ավելի շատ հզորությամբ ու ապրենք Հայաստանի հողի վրա, որտեղից որ մենք ենք։ Երբ որ յուրաքանչյուր հայ ու կապ չունի այդ հայը, որտեղ է ապրում, որտեղ է ծնվել մեծացել, ինքը հայ է։ Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի սա ու չտարանջատեն մեկը մյուսից, մենք իրար չտարանջատենք մեկը մյուսից, մեզ կհարգեն ու մեր հետ հաշվի կնստեն, դա շատ կարևոր է։ Ես երազում եմ դրա մասին։ Ցանկացած ձևով գտնվելով կամ ուրիշ երկրում, կամ Հայաստանում, հայն անպայման իր ազգի համար, իր ազգի զարգացման, պահպանման համար կյանքում գոնե մի չնչին, մի փոքր կոց, բայց պետք է անպայման արած լինի։ Կանեմ ամեն ինչ, մինչև իմ վերջի շունչը, որ երիտասարդությանը բերեմ իրանց ինքնության հիմքին։ Պապ, հիշում ես այդ երգը։ Որը։ Սարերի հովիներ մեր, Հովիներ մեր, հովիներ